Դե բարև ժողովուրդ ջան, լավնա չէ հայկական արտադրության, որ մենք զենքեր ունենք, բան ունենք։ Ժողովուրդ ջան, ուրեմն համացանցում շատ է տարածում բաներ, որ ասենք Նարեկ Կարապետյանին են հարցնում, Սամվելին են հարցնում, Դոդին, Էսմեկին, թե ինչու համար է արվում այս զորահանդեսը։ Ժողովուրդ ջան, նման մարդիկ, որ ուզում են գան իշխանության ու չեն հասկանում, թե ինչի համար է արվում այդ զորահանդեսը, հիմա ես նրանց աչքերը բացեմ, մենակ նրանք պետքա ականջների միջից իրանց են թոզա, մոզա թափտան, որ լավ լսեն։ Հիշում եք 2020 թվի պատերազմը, 44 օրյա, հիշում եք, մինչև 2023 թիվը հիշում եք, Ալիևը ինչեր էր ասում, Հայաստանը պետքա բանակ չունենա, Հայաստանը պետքա զորք չունենա, հիշում եք, ամբողջ աշխարհով մին ասում էր, Որտեղ էր Սամվել Կարապետյանը, Դոդը, Քոչարյանը, որ մեկն է պատասխանել Ալիևի նման խոսքերին, որ նրանք ասում էին Հայաստանը պետքա բանակ չունենա։ Հիշում եք, չէ, Ալիևը ինչքան էր ասում։ Համարյա ամեն օր մենք թույլ չենք տալու։ Մենք իրանց տարածքների մեջ, իբր Հայաստանի մեջ, եթե ուզենանք տես բան անենք, ասում էր, մենք պայթացնելու ենք։ Հիշում եք։ Վիդեոները կա է, այդ լրիվ վիդեոները կա, Ալիևի խոսությունները։ Ուր են այս տպերը, որտեղ էին այս տպերը, ինչ չէին մի հատ ձեն հանում ասեն, մեզ բանակ ենք ունենալու, այս մի բան է, մի բան։ Հիմա այսօր այդ երիտասարդին են խոսացնում, այդ Նարեկ Կարապետյանին ինչ ասում է, մենք որ գանք իշխանության, բայց այդ մի բանը ճիշտ ասում է, որ գանք, կասկածում, ու ճիշտ է կասկածում, ասում է, որ գանք իշխանության, մենք այդ զենքերը փաստացի սաղ հեչ ենք անելու, որովհետև իրար հետ ասում է համահունչ չեն։ Մենք նվեր ենք ստանալու հզոր զենքեր, նվեր ենք ստանալու, հզոր զենքեր և պաշտպանելու ենք մեր հայրենիքը։ Թե ումից է նվեր ստանալու այդ զենքերը հզոր։ Արա, երիտասարդ տղա ես, արա, ամոթ ագոն է։ Այս կապը կտրվում է ժողովուրդ ջան անընդհատ։ Ժողովուրդ ջան, հիմա այսօր, որ մենք այս զորահանդեսը տենում ենք, սա Փաշինյանի իշխանավարության վերջի օրերն է, չէ՞։ Այս 5 տարվա։ Սա ապացուցեց Ալիևին, որ մենք բանակ ունենալու ենք, մենք հզոր բանակ ենք ունենալու, մենք ամեն ինչ էլ ունենալու ենք, սա դրա ապացույցն է, Ալիևին, ժողովուրդ ջան, ոչ թե կընտրվենք հունիսի 7-ին կամ չենք ընտրվի, դրա համար է ինչ որ ասենք այդ Նարեկ Կարապետյան, Մարապետյան, Քոչարյան, Մոչարյան դրանք են ասում։ Նայում ես ունքերից էլ քաքա թափում, փոխանակ ուրախանան, որ Հայաստանում տենց հզոր բանակ է ստեղծվում։ Ես ուղղակի ժողովուրդ ջան, ես իրականում մենակ մեկ բանի համար Փաշինյանի անունը կարելի է ոսկյա տառերով գրել, որ Հայաստանում ստեղծեց իրական բանակ, անկախ ոչ թե
Այն Քոչարյանի, Սարգսյանի բանի ժամանակվա ոչ թե այն ժամանակները համատեղ ռուսական հոп, համատեղ էս մի բան, ուրեմն այսօր մարդիկ կա, ես սենց դնեմ, համ քշելու եմ, համ խոսամ, ժողովուրդ ջան, մարդիկ կա, ասում են, մի երկու ժեշտի կտորա բերել բան, տեղադրելու, ցուցատալու, ժողովրդին խաբելու են, սենց, նենց, տես բաներ են ասում, հիմա, ժողովուրդ ջան, ինչ ասեմ, այդ մարդկանց, ես ոնց դնեմ ես զիբիլը, մեքենայիս մեջ հարմարացրած չի, ոնց հասկացնենք այդ մարդկանց, որ այսօրվա զենքերը դա առաջվա են ծակ տրուբեք հիշում եք չէ, սովետի զենքերենա, որդեղ մի ծակ տրուբա կար, ասում էին զենքա, այդ ծակից նայում էին, կրակում, թե որդեղ կնգնի, Հիմա այսօր ժողովուրդ ջան, զենքերը ծակ տրուբեք այսօր ինչ տեսակ, լրիվ այդ զենքերի վրա ուղեղա տեղադրած, որը որ 30 տարվա մեր իշխանությունների նույնիսկ գլխում չի եղել, նման ուղեղ, Հիմա մեր այս նոր զենքերի վրա ուղեղա տեղադրած, իմանում է ինչա, ինչ պետք է անի, ինչ պետք է չանի, հիմա մարդիկ կան ձեռ են առնում, ժեշտի կտորները բերել, ցույց տալի, մարդկանց խաբելու համար, այս մի բան, բայց դա իրանց գաղափարից է միայն, որ դա բերել է մարդկանց ցույց տալու համար, ոչ, դա ամբողջ աշխարհին է ցույց տալի իր մուսկուլները, մանավանդ ամենակարևորը Ադրբեջանին, որ մենք կայացած բանակել ունենք, մեր բանակը զարգանում է եւ տեխնիկայով եւ ամեն ինչով, սա է պատճառը, որ այդ զորահանդեսը կա, ոչ թե ներքին Քոչարյանին բանին ցույց տալու համար, որ ես զենք ունենք, կամ ես մի բան, այլ հենց Ալիևին ցույց տալու համար, որ մեր բանակը արդիականացվում է, մեր բանակը հզոր է ու հզոր լինելու է։ Շան եղանակ այ մարդ է, մարդու առաջ չի էլ երևում։ Սենց բաներ ժողովուրդ ջան, ես մի քիչ էլ ամոթ հանքեմ ուզում տամ այն մարդկանց, որ այսօրվա օրով չեն ուրախանում իրականում, էլի, փոխանակ գան, ուրախանան, չեմ ասում թող գան, ասենք, ՔՊ-ով ուրախանան, ես մեկով, այլ Հայաստանով, Հայաստանի զինված ուժերով, մի տեսակ, հենց բաներ են ասում, հենց բաներ են անում, այսօր լսում եմ են Նարեկ Կարապետյանին ասում է, մենք արևակայաններ ենք կառուցելու, Իրանին լույս ենք մատակարարելու, Իրանն էլ մեզ գազա մատակարարելու, Նարեկ ջան, Հլա որպեսի Իրանը քեզ գազ մատակարարի, ես Գազպրոմի արմգազի աշխատող եմ եղել, հլա դու պետք է 1400 անոց տրուբով Իրանից դեպի Հայաստան գազոպրովոդ քաշես, որը որ Քոչարյանը 1400 անոցը փոխեց 700-ի փաստացի, то есть 700-ի փոխեց, բայց վերջում փաստացի 500 անոց տրուբով քաշեցին Հայաստան, Իսկ այս իշխանությունը
Նարեկ Կարապետյան, միջև աշունք, հնարավոր է և Ադրբեջանից Հայաստանի տարածքով Թուրքիա գազատար կառուցեն, միջև աշունք, ընդամենը 35-38 կիլոմետր տարածքա, ես գիտեմ, որ դա հնարավոր է, 6-7 ամսվա մեջ անել այդ գործը, ու Հայաստանը կլինի տրանզիտ, գազը կլինի ծրի մեծ մասը, դու ասա մենք գալու ենք, արևային կայաններ ենք կառուցելու, հալի, այդ հեքիաթները կգնաս, գիտես որտե կպատմես, դու լա քո տան կրիշին չես արևային կայան դրել, բայց իմ տան կրիշին արդեն վաղուց դրած ա եղել, տես բաները մի ասեք սուտ, ժողովրդին խապելով բան չի լի, գիտեք, ասենք միան խապեց, ինչքան են խապել, Կորլևոնը խապել է, Քոչարյանը խապել է, Սերժ Սարգսյանը խապել է, դուք հիմա եկել եք Նիկոլին ասում եք Նիկոլը խապել է, Նիկոլը ձեր ցույց է տալի, էլի ասում եք խապել է, դե խապել է, չի խապել է ամեն ինչ անում է, այս բաներ, այդ ծիրան միրանն էլ ուրախանում եք, որ Ռուսաստանն ասում է արգելել ենք, թեկուզդ այս բան չկա, նման բան չկա, սուտ է, այդ Զախարովայի վիդյոն, որ կա, էդի Սարքովի է, էդի Զախարովան չի, Սարքովի է, այդ թազա այդ ձեր ձևերով է, չկա նման բան, մի խոսքով, ձեր ժողովրդի խապելը չի անցնելու, երբեք, մնաց մի 8 օր և վերջ, ձեր դերասանությունը կավարտվի, ու դուք բոլորդ կանցնեք ձեր հիմնական գործերին, կմոռանաք, որ արևակայաններ պետք է կառուցեք, կմոռանաք, որ ես իմ ձրի զենքեր պետք է բերել տաք Հայաստան, ոնց որ 20 թվին էին ասում, ամեքը մի բան գորգորում էին, մեկն ասում էր սովալինելու, մեկն ասում էր գազն են կտրելու, մեկն ասում են լուսն են կտրելու, մեկը մի բան, բայց ոչ մի բան չեղավ, ընդհակառակը ամեն ինչ արդիականացավ, ամսի 8-ին ուրիշ աշխարհում եք զարթնելու, ժողովուրդ ջան, ես միշտ ասել եմ, ժողովուրդ ջան, աչքդ ինչ տեսնում է, ականջդ ինչ լսում է, նրան հավատա, այդ սուտ խոսքերը որ կգան, կասեն, դրանց ոչ մի բանին էլ մի հավատացեք, հավատալու բան չկա, հիմա Սամվել Կարապետյանն ասում է, 1,5 միլիոն մարդ մեզ ձայն ա տալու, եթե հանկարծ ասում է ձայն չտա այդ 1,5 միլիոնը, ես իմ վախացնում է, այդ 1,5 միլիոնը